Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Նախագահական հրամանագիր շնորհավորանք Լիդիա Մարկոսյանին, կառավարության ազգային ժողովի 13-ամյակը, Իրան բանակցությունները դադարելու են, Իսրայելը սպառնահարված է Բեյրութին, ցեղասպանություն վերապրած որբերի հուշերը, վաճառքի հանվալ հայկական եկեղեցու տարածքը, պահպանություն թա յուրացում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական խորհուրդը հրապարակալ նախագահական հրամանագիրը վերավ կատարվալ կառավարության թեզաղեկավարի նշանակումը։ Համաձայն Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից 2026 թվականի ապրիլի 24-ին ստորագրված հրամանագրով Տիկին Լիդիա Մարկոսյանը նշանակվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ ու կառավարության ղեկավար։ Հրամանագրի համաձայն արտաքին գործերի նախարարի պաշտոնը արտաքին գործերի նախարարության գործունեությունը կցվելուն վարչապետի աշխատակազմին կենտրոնացնել արտաքին քաղաքականության համակարգումը կառավարության ղեկավարի միջական վերահսկողության ներքո։ Նախագահական հրամանագրով սահմանվել է նաև որոշումը ուժի մեջ մտնում հրապարակման օրվանից 2026 թվականի ապրիլի 24-ից։ Հրամանագիրը ստորագրվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի կողմից Կարին 24 ապրիլ 2026 թիվ։ Արևմտյան Հայաստանի հեռուստատեսությունը սրտան շնորհավորում է Տիկին Լիդիա Մարկոսյանին Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի պետչուրը պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությունով։ Այս նշանակումը վկայում է վստահելիության, պետական մտածողության ու հայրենանվեր գործունեության մասին։ Մաղթում Տիկին Մարկոսյանին առողջություն, ուժ ու անսպառ եռանդ իրականացնելի սաղ այն նպատակները վեր ծառայում են մեր ժողովրդի բարօրությանը, ազգային առաջընթացին։ Գեցե Արևմտյան Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, սորմունք նշումը Արևմտյան Հայաստանի կառավարության ազգային ժողովի կազմավորման 13-րդ տարելիցը։ Այսօրը մենակ տարեդարձ չի, հիշեցնում է մեր պատմական հիշողության ազգային իրավունքների ու սերունդներին փոխանցված պատասխանատվության մասին։ 13 տարիների ընթացքում այս կառույցը շարունակել է պետք պահել Արևմտյան Հայաստանի հարցը որպես ոչ միայն պատմական արդարության, այլև ազգային արժանապատվության խնդիր։ Մեր ժողովրդի հիշողությունը մշակույթն ավանդույթներն ու պահանջատիրությունը շարունակում ապրել է, որովհետև ապրում է հայը ու իր ասասը։ Սոր առավել քան երբևէ կարևոր է պահպանել մեր միասնականությունը, ազգային ինքնությունը, հավատը մեր իրավունքների նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մենակ անցյալ չի, ինքը մեր պատմության անբաժանելի մասն է, մեր հոգևոր հայրենիքն է, ազգային հիշողության սյուներյան մինն է։ Իրանը խորհրդանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնագիրը պիտի ներառեր սաղ ճակատերը մետվում Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում։ Սրա մասին ինքը հայտարարել է Լիբանանա խորհրդանի նախագահ Նաբի Բերիի հետ հեռախոսազրույցում։ Ղալիբաֆի սելավը Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանում իսրայելական հարվածների դադարեցմանը։ Վերջին երկու օրերի ընթացքում մենք լուրջորեն զբաղվել ենք Իսրայելը հարձակումների դադարեցնելի հարցով, բայց եթե այս հանցագործությունները շարունակվին, մենք համ դադարեցնելու ենք բանակցային գործընթացը, համ էլ միջոցներին քննական սիոնիստական ռեժիմի դեմ, ասել է Ղալիբաֆը։ Սրա մասին հայտնում է Ղալիբաֆի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնացել էր Իրանն ու Ամերիկայի միջև բանակցությունները դադարեցվան Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումներին դերդան։ Իսրայելական ռեժիմի բանակը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաներին հարվածելի պատրաստակամության մասին ու տեղի բնակիչներին կոչարալ լքել իրենց տները։ Հունցա հաղորդում Armen Press-ը վկայակոչել է ՌԻԱ Նովոստին, սրա մասին 10-ին սոցիալական հարթակումը կիրառել է իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրային։ Իսրայելապաշտպանության բանակը զգուշացնում է Բեյրութի դահիա թաղամասի բնակիչներին ու կոչանում իրենց տարհանվել սեփական անվտանգության հետ կիրել է Ադրային։ Հայերի ցեղասպանությունը վերապրած մխլախոխերք ապաստանալ են Երևանա որփանոցներում 1915-ից 1916 թվականների Վահանտերյանը այցելել է իրենց զմինին ու խաղ դասի միջոցով առաջարկալ խոխորձը շարադրություններով պատմել իրենց ապրածի մասին։ 8-ից 15 տարեկան որբերը գրի են առալ կոտորածների, տեղահանությունների, առևանգումների, Վանի ինքնապաշտպանության ու Վասպուրականի գաղթի մասին հիշողությունները, հատուկ տեղ են զբաղեցնում Վանի կռիվը թեմով պատմությունները, որոնց մասնակիցներից շատերը հենց խոխերք են ելել։ Այս 30 շարադրությունները պահպանվում են Եղեշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում։ 2016 թվականին դրանք առաջին անգամ հրատարակվել են Գևորգ Էմին Տերյանի կողմից, Տերյանի անհայտ նախաձեռնությունը հայ որբերի հուշերի գիրքավը։ Շարադրությունները հայերի ցեղասպանության արժեքավոր պատմական վկայություններն են, պահպանված խոխորձը անմիջական հիշողությունների միջոցով։ Վերջին օրերի տեղեկություններին շրջանառվում վերթուրքական ռեժիմը մտադիր է վաճառել Արևմտյան Հայաստանի Կովտուն գյուղում գտնվող հայկական եկեղեցու տարածքը։ Այս տեղեկությունը լուրջ մտահոգություն առաջացրել հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցերով զբաղվող շրջանակներում։ Կովտուն շենի հայկական եկեղեցին համարվում է տարածաշրջանի պատմական արժեքավոր հուշարձանների ամենը վերևակայում է տարածքներում հայ ժողովրդի դարավոր ներկայության մասին։ Մասնագետներն ընդգծում վեր նման քայլերը վտանգում են ոչ միայն ճարտարապետական ժառանգության պահպանությունը, այլ նաև պատմական հիշողության ամբողջականությունը։ Հայկական կողմը կոչանում միջազգային համապատասխան կառույցներին ուշադրություն դարձնել այս խնդրին ու կանխալ մշակութային ժառանգության հնարավոր օտարումն ու ոչնչացումը։ Կովտունի հայկական եկեղեցու շուրջ զարգացումները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։
Թուրքական մամուլի տեղեկությունների ավակարահան թեփե հնավայրում իրականացվում են լայնածավալ պահպանական ու ենթակառուցվածքային աշխատանքներ, ներառյալ պաշտպանական ծածկի, գիտահետազոտական համալիրի ու այցելուների կենտրոնի կառուցը։ Թեման քննարկվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստատեսությունում կայացած Արցախի հանձնաժողովի նիստում, Շտեղ Կաճար գիտական կենտրոնի պատմաբանները ներկայացրել իրենց մտահոգությունները։ Կենտրոնի նախագահ Մարիա Հարությունյանից էլ ցանկացած հնագիտական հուշարձանի պահպանություն ողջունելի է, քանի որ հայկական լեռնաշխարհի հնագույն ժառանգությունը համամարտկային արժեք է։ Միևնույն ժամանակ պատմաբանները ուշադրություն հրավիրում են հանգամանքին վերնախապատմական հուշարձանների պահպանությանը զուգահեռ հաճախ անտեսվում է տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը։ Կարահան թեփեն վերագտնվում է պատմական Ուրհայի Եդեսիայի շրջանում շուրջ 11-ից 12,000 տարվա հնություն ունեցող ներլույթյան բացառիկ հուշարձանը համարվում է Գյոբեքլի թեփեի մշակութային միջավայրի մասը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։